Դուք դիտում եք հեռանկարի հերթական թողարկումը։ Այսօր Երևանում բացվել է հրեական սինագոգը։ Այս իրադարձությունը ուշագրավ է նրանով, որ Հայաստանում ընդհանրապես բացվում է առաջին հրեական եկեղեցին, այն կգործի Երևանի Նարդոսի 23 հասցեում։ Իմ զրուցակիցը հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանն է, բարև ձեզ Տիկին Վարժապետյան։ Զարմանալի է, որ մինչ այսօր Հայաստանի հրեաները չունեին իրենց սինագոգը։ Մենք ուներ սինագոգա, հին շենքը 1990 թվին բացվեց, բայց նույն հասցեով մենք ռավին ունենք, Գերշմեր Բուշտեն, ուղղակի շատ վեթխի վիճակում էր, վատ վիճակում էր, ու այսօրվա օրով այդ շատ սիրուն շենքը դարձրել են շատ սիրուն սինագոգա, փոքր, դե համայնքն էլ է փոքր։ Մենք հույս ունենք, որ մեծանանք մեր համայնքնը։ Իսկ մեծանում եք։ Մեծանում ենք, պատկերացնում ենք։ Ոչ մի զարմանալի բան չկա, այդ զարմանալի սաղ աշխարհում հրեաները գնում են ու էլի կա, ու կա, այո։ Ինչքան են Հայաստանում հրեաները, կա վիճակագրություն։ 1000 հոգի մենք ունենք։ Բոլորը Երևանում են երևի ապրում, թե։ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, այո, կար։ Իսկ նախկինում ինչքան են եղել, տարվել է վիճակագրություն։ Այո, 2005 մարդ կար, գնացել են, բայց գնում են, բայց էլի կա, поколение меняется, ոնց որ ասած։ По еврейской традиции, по еврейскому понятию еврей – это тот, кто родился от матери еврейки, но мы признаем, до 4-го поколения люди имеют право быть членами общины. Տիկին Վարժապետյան, դուք հայերեն լավ խոսում եք, ռուսերեն լավ խոսում եք, իսկ եբրայերեն նույնպես։ Շատ վատ։ Շատ վատ։ Այո։ Ինչու։ Տենց է ստացվում, երևի ուշ եմ սկսել պարապել։ Իսկ ձեր ընտանիքում շփվում եք իրար հետ, խոսում եք եբրայերեն։ Եբրայերեն, ոչ, իմ ամուսինը հայ, իմ երեխեքներ բայց լեզուն փոքր ապրում է Իսրայելում, ինքը շատ լավ գիտի եբրայերեն, շատ լավ, աշխատում է եբրայերենով, բայց ես ամոթինց, բայց տենց է։ Լավ, գանք սինագոգին, այսուհետև այն գործել։ Ես մի քիչ իդիշ գիտեմ, որովհետև իմ հերումերը լավ գիտեր իդիշ։ Ու Ուկրաինայում։ Տեսնում եք ինչ առավելություն ունեք դուք։ Այո, իդիշ գիտեմ։ Տիկին Վարժապետյան, կրոնական համայնքը մի բան է, հրեական համայնքը մեկ այլ բան է, թե նույն մարդիկ են համայնքը ներկայացնում։ Նույն մարդիկ են, նույն։ Այսինքն չկա հրեա, որը սինագոգ չի մտնում։ Չէ։ Չկա այդպիսի բան։ Եթե գաղտնիք չէ, ինչպես հաջողվեց ձեզ սինագոգը վերականգնել, ինչ միջոցներով, ովքեր օգնեցին ձեզ, եւ այսօրվա արարողությանը ովքեր էին ներկա, Հայաստանի իշխանությունները ներկայացնողներ կային։ Այո, այո, մենք շատ ուրախ ենք ու այդ մեծ պատիվը այսօր եղել է պրեզիդենտի օգնական պարոն Աբելյան իր օգնականի հետ Նարագուլյան, եղել է պարոն Ասատրյան, правительства կառավարությունից, այո, ուրիշ մարդիկ են կար, ուղղակի մեզ համար այդ մեծ սյուրպրիզ է եղել, մեծ ուրախության, որ президент Евроазиатского еврейского конгресса господин Александр Машкевич из Казахстана, он неожиданно для него самого тоже, он приехал на открытие синагоги вместе со спонсором. Айо, вместе со спонсором этого. Спонсор казахстанец Мят Love High. Ղազախստանի հայ։ Այո, ես արդեն մտածում էի Ղազախ է մասնակցել, չէ, Հայաստանի։ Ղազախստանի հայ։ Այո, Դավիթ Գասցյան։ Ինչպես գտաք նրան։ Ինչպես հայտնվեց Ղազախստանի գործարարը։ Գործարար է, չի ասեցիք։ Այո, այո։
Այդ երևի գաղտնիք է։ Գաղտնիք է։ Այո, այդ համ բիզնեսը, համ էլ իր հոգի աշխատանքը։ Ինքը անձամբ որոշեց նվիրել այդ նվիրատվությունը անել, թե դուք դիմեցիք նրան։ Չէ, ինքը։ Ենթադրում եմ, որ նրա ընտանիքում այդ հայ ընտանիքում հրեա կա, չէ՞։ Գիտեք ինչ, ես արդեն 15 տարի այդպիսի ամուսնությունները շատ են, դեպ ասեմ, եւ Իսրայելում եւ Հայաստանում։ Չէ, Հայաստանում մեր համայնքն է բոլոր 100%-ով սենց խառը ընտանիքներ են, 100%-ով։ Ну, в мире уже очень много этих смешанных браков, и именно армяне с евреями. И благодаря этому, наверное, получаются очень хорошие дети. У нас хорошие семьи. Я вам могу сказать, что проблем как таковых в этих семьях нет. Мы не заостряем никакие моменты религиозные, хотя это совершенно разные религии. Но тем не менее, я вам скажу, что все наши евреи, все наши семьи, они все патриоты Армении. Даже те, что выехали по каким-либо причинам. Нет причин для репатриантов, будем говорить так, политических. В основном социальные и, наверное, какие-то моральные. Они остаются патриотами Армении. Տիկերը, դուք Իսրայելում շուտ եք լինում։ Այո։ Երբ Իսրայելում եք, Հայաստանը ինչպիսի զգացողությամբ եք ընկալում այնտեղ Իսրայելում, որովհետև ես հակադարձ հարցը պիտի տամ, երբ հրեաներ են գալիս Հայաստան, Իսրայելի մասին ինչ են մտածում։ Այնտեղ կյանքը դժվար է։ Դժվար կյանք։ Իսրայելում ավելի դժվար է, քան Հայաստանում։ Չէ։ В плане безопасности այնտեղ опасно, конечно. Но это, знаете, что это судьба, наверное. Это судьба. Там, конечно, человек чувствует заботу государства о себе. С первой минуты, как он ступил на землю обетованную. Во-первых, он сразу становится гражданином Израиля. Он получает колоссальную финансовую помощь. Դուք նաև Իսրայելի քաղաքացի եք։ Ոչ։ Չկա այդպես իրավունք, որ իրավունք ունեմ, ուղղակի իմ ամուսինը հայ, ուզում աստեղ ապրի։ Հետաքրքիր է։ Բայց ես այնտեղ շատ լավ եմ զգում։ Լավ կյանք, լավ սիրուն կյանք։ Հրեաների ընտանիքներում միշտ այդպես է, ընդունում են տղամարդուն որպես մեծություն, թե հավասարությունը այստեղ է կնոջ եւ տղամարդու։ Ну, я вам скажу, что, ну, во-первых, евреи это по матери евреи, по материнской линии. Но Израиль это... это евреи? Хая. Айо. Рамайра хая. Айо. Ну, мои дети тоже. Здесь они армяне, там они евреи. Там нет матриархата. Это неправда будет сказано. Хотя с религиозной точки зрения это для решения вопроса принадлежности национальности, конечно, это по материнской линии. В Израиле все-таки глава семьи – это мужчина. Это даже начинается с того момента, когда люди хотят репатриировать и заполняют анкеты свои для выезда. Глава семьи – это мужчина, какой бы национальности он ни был. Մենք այսօր ընդհանրապես որոշել ենք, որ մեր զրույցը պիտի լինի շատ այսպես թույլ եւ հաճելի տոնայնության վրա, որովհետեւ տոն է այսօր Հայաստանի հրեաների համար, սինագոգ է բացվել, բայց մի րոպե մենք ունենք, ես եթե թույլ կտակ, քաղաքական երանգ Խնդրեմ։ Լավ։ Հոլոկոստը Հայաստանում նշվում է։ Իսկ Իսրայելում նշվում է հայոց ցեղասպանության օրը։ Այո, քանի տարի նշվում են, բայց ներեություն, ստեղ հոլոկոստը ով է նշվում։ Հրեաները,
բայց Իսրայելում էլ հայ ընտանիքներով, при поддержке, кстати, уже сейчас и государство разрешено, им предоставляются даже, я знаю, автобусы для переезда в Иерусалим, там, где армянский квартал, там, где есть памятник геноциду армянскому. Все это отмечается. Մենք ճակատագրերով շատ ընդհանրություններ ունենք։ Ինչն է խանգարում միասին նշել այդ եղերնի օրերը։ Եվ հրեաները մասնակցեն, եւ հայերը մասնակցեն։ Մենք ստեղ մասնակցում ենք, այնտեղ էլ ենք մասնակցում։ Ով ասեց ոչ։ Հիմա դուք գիտեք, այնց օրերը մենք ամեն օր հաշվում ենք, որ այդ գենոցիդը պետք է ընդունեն։ Բայց ես ուզում եմ ասեմ, որ այդ մեծ պոլիտիկա ու Հայաստանի դիպլոմատներ, բոլորներ журналисты в первую очередь, наверное, должны все сделать для того, чтобы, может быть, даже как-то комплементарно подойти к этому вопросу, а не искать какие-то заковырки. Я прошу прощения, вот на днях в газете «Голос Армении» была статья по поводу вот принятия геноцида армян в Израиле, прекрасным заголовком «Израиль принял геноцид армян», а потом такая обязательная заковырка. Геноцид армян пишут с маленькой буквы. Это разве принципиально? Это не принципиально. Нужно идти к хорошему. Հենց հիմա այս օրերին հայոց ցեղասպանության բանաձևը քնեսետում է։ Այո։ Вот. Այնուամենայնիվ կան մարդիկ, որոնք դա քաղաքական խաղ են համարում։ Դուք ինչ եք համարում։ Ես էլի ավելացնեմ։ Ես օրինակ Էլկինին лично գիտեմ։ Депутат Кнессета, который все время об этом говорит. Есть Гидемирян Таникин, все. Это абсолютное состояние души. Это не только политика. И это состояние души очень многих депутатов Кнессета. Я думаю, что этот вопрос будет серьезно рассматриваться. Շնորհակալություն, որ դուք եք այդպես տրամադրված։ Եվ շնորհավորում եմ ձեզ այսօրվա նկատակցությամբ։ Այսպեսին էր հեռանկարը Ռիմ Ավարժապետյանի մասնակցությամբ Հայաստանում հրեական համայնքի ղեկավար։ Հաջողություն։